Մանրադիտակները Մասիսի ավագ դպրոցում կենսաբանության ժամին ամենից շատ կիրառվող լաբորատոր սարքերն են։ Ունենք շատ մանրադիտակներ, ամբողջությամբ չենք կարող անենք դնենք, տեղավորում ենք օգտագործելուց հետո, բայց ունենք բոլորին էլ բավական է։ Լաբորատորիայում սակայն շատ կան նաև տուփերով սարքեր, որոնք 1 տարի առաջ են ստացել ու բացվել են մեկ անգամ միայն։ Ջրի թորման սարք, ԴՆԹ-ի նույնականացման հավաքածու, մի քանի տասնյակի հասնող գործիքներ են ստացել, որոնց կիրառելու ձևը դեռ չգիտեն, ասում են։ Սպասում են նախարարության վերապատրաստման ծրագրին։ Ուղղակի քանի որ չենք օգտագործում, դրել ենք վերևում։ Կենսաբանության տվյալների հավաքագրում։ Քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա առարկաների համար անհրաժեշտ լաբորատոր գույք գնելու համար պետությունը 7 միլիոն դրամից ավելի գումար էր հատկացրել։ Սարքերը, որոնց ծանոթ են, տիրապետում են, դասին կիրառում են, տեսական գիտելիքներն ամրապնդում են գործնականով։ Իմիջելուց մեր 12-րդ դասարանում ունենք շատ խելացի երեխաներ, իրենց օգնությամբ կարողացել ենք օրինակ pH-ի լուծման այդ սարքը օգտագործենք։ Սարքերը ժամանակակից են, նորագույն, պնդում են, դրանց ուղեկցող ուղեցույց ձեռնարկներով առաջնորդվելն էլ չի օգնել հավաքելու, գործի դնելու համար։ Շատ սարքեր ինչքան փորձում եմ օգտագործել, ոչ լիարժեք ստացվում, որովհետև իրոք այդ վերապատրաստման կարիքը կա, բայց դեռ մեզ չեն հասել։ Գիտեմ, որ անում են, բայց դեռ մեզ չեն հասել։ Դպրոցում 283 աշակերտ է սովորում։ Նախագծային աշխատանքները միշտ առաջնային են։ Ֆիզիկայի օրենքներով բացվող, փակվող կամուրջներ են նախագծել, մակետներ սարքել, քիմիայի նյութերով օճառներ են ստացել, պլաստիկ վերամշակել։ Մեր ՀՊՉ-ն հիմնական նպատակը ոչ միայն ուղղակի ակադեմիական գիտելիք ունենալն է, այլ կարողունակությունների ձևավորումը, այսինքն ստացած գիտելիքը գործնականում կիրառելու հմտությունը, եւ բնականաբար այս լաբորատորիաները ուղղակի անհրաժեշտություն է, որպեսզի կարողանանք այն խնդիրը, որ մեր դրված է ՀՊՉ-ի իրականացման հետ կապված կատարել։ Դպրոցի 2 մասնաշենքերից մեկը շահագործման է հանձնվել 2024-ին վթարային դարձած եռահարկ շենքի վերակառուցման ծրագրին պետբյուջեից ընդհանուր ներդրվել է 801 միլիոն դրամ։